Կոսմետոլոգիան որպես առանձին ճյուղ և որպես առանձին ուղղություն հիմնականում մեծ մասամբ ավելի ճիշտ մեծ վնաս է հասցնում մարդկանց առողջության վրա և կարող է առաջացնել նաև քրոնիկ հիվանդություն և բազմաթիվ են այդպիսի դեպքերը և պացիենտները, որոնք կոսմետոլոգի ճակատների մեջ բուժումից հետո նոր և ավելի բարդ խնդիրներով են դիմում և նոր պրոբլեմների առաջ են կանգնում։ Խոսքս վերաբերում է մաշկի հետ աշխատանքի, այսինքն մաշկի հետ կապված խնդիրների լուծման մեջ, որոնք եթե մաշկային խնդիր կա, միանշանակ գրեթե միշտ կոսմետոլոգի միջամտությունից հետո մաշկային խնդիրները, եթե ներքին հիվանդության արդյունք են, կոսմետոլոգի աշխատանքից հետո նոր ավելի բարդ հիվանդություն է առաջանում, միշտ, գրեթե միշտ։ Դրանցից են պապիլոմաները, երբ որ այրում են, ոչ միայն պապիլոմաները, նորագույնացությունները, այլ դրանցից են նաև կրտնուղները և այլն, կանձիլոմաները, դրանք բոլորը չի կարելի հեռացնել մաշկից, մինչև ներքին հիվանդությունը չի բժշկվում, նույնը վերաբերում է ակնեներին, ցաներին, կարմիր հետքերին մաշկի վրա և այդպես շարունակ։ Ինչ խոսք, եթե այրվել է մաշկը կամ լոկալ, այսինքն տեղային վնասվածք է եղել և այլն, կարելի է աշխատել, այդտեղ կոսմետոլոգը անելու գործ ունի, բայց եթե ներքին հիվանդության արդյունք է և մաշկային այդ խնդիրը և տեղային բնույթ չի կրում, այսինքն որևէ արտաքին պատճառ չի ունեցել, ապա այդտեղ կոսմետոլոգը բացի վնասելուց այլ գործ չի կարող անել, այսինքն հիվանդությունը ներս է մտցնում։ Օրինակ մաշկային ցաների դեպքում, եթե ցաներ կան, շատ ժամանակ լինում է ինտոքսիկացիա է դուրս գալիս, այսինքն երբ որ լյարդը չի կարողանում աշխատել և լինում են նույնիսկ դեպքեր բակտերիալ ինֆեկցիաները բուժելուց կամ իմունային պատասխանը բակտերիալ ինֆեկցիայի դեմ, երբ որ աշխատում է, այդ դեպքում էլ կարող են ցաներ առաջանալ, այսինքն մակրոֆագերը աշխատելով, վնասազերծելով բակտերիաներին, ինֆեկցիային, մաշկի միջոցով դուրս հանել, դա էլ է շատ տեղի ունենում, նույնը կարող է նույն մաշկային ինֆեկցիաների դեպքում էլ լինել և այդպես շարունակ, այսինքն նույնիսկ սիֆիլիսը բուժելուց, բժշկելուց կամ սիֆիլիսի դեմ իմունային պատասխանը լինելուց կարող է ցան տալ և դա վերաբերում է նույնիսկ և թույլ բակտերիալ ինֆեկցիաներին և ավելի բարդ բակտերիալ ինֆեկցիաներին և նույնը վերաբերում է նաև, երբ որ այրում են պապիլոմաները, պապիլոմաներ կան, որոնք առաջանում են սեռավարակներից, եթե պապիլոման այրում են, սեռավարակի բժշկումը կարելի ասել, այսինքն հավանականությունը բժշկելու ավելի է նվազում, պապիլոմաների, կանձիլոմաների դեպքում։ Նույնը վերաբերում է նաև վերքերին, սիֆիլիսի վերքերին, երբ կոսմետոլոգին են դիմում, որպեսզի այդտեղ վերքը այրեն, հեռացնեն, մաշկը կարգավորեն, եթե այդ վերքը այրեն, սիֆիլիսը վերածվում է գրեթե անբուժելի հիվանդության, եթե չեն այրում, ապա հնարավոր է լինում շատ դեպքերում բժշկել հոմեոպաթիկ միջոցով։ Նշեմ, ժամանակակից մեթոդներ չկան այդ հիվանդությունները բուժելու հարցում, կա պայքար, բայց անարդյունք է լինում, որոշակի ժամանակ է շահում, բայց բարդացնելով հիվանդությունը։ Եվ կոսմետոլոգները այսպիսով նույնը վերաբերում է ակնեներին կամ ճարպագեղձերը, եթե ակտիվ են աշխատում, հնարավոր է օրգանիզմում
կամ գոյությունը ճարպային փոխանակության խախտում, այսինքն որպեսզի ճարպը չկուտակվի ներքին օրգաններում եւ վնասակար մասը ճարպի եւ թունավոր մասը, այդպես կարող են ճարպագեղձերը հեռացնել եւ այդպես շարունակ, օրինակ երիտասարդ տարիքում, երբ որ պատանիների մոտ լինում են ակնեներ, դա կարող է նաեւ լինել փոքր կոնքի օրգանների ոչ ճիշտ զարգացման կամ աշխատանքի հետևանքով, դա կարող է նույն լյարդի հիվանդության հետևանքով լինել, քանի որ սեռական զարգացման ժամանակ հորմոնալ ակտիվություն է լինում եւ եթե ներքին օրգանից որևէ մեկը ֆունկցիա կամ գերֆունկցիա ունի, ապա այդ ակտիվության ժամանակ շատ սխալ է աշխատում։ Եվ շատ մեծ վնաս են հասցնում մաշկի կողմից ճնշելով այդ ախտանիշները, շատ մեծ վնաս են հասցնում պացիենտի ներքին, այսինքն պացիենտի ներքին նոր հիվանդություն առաջանում։ Շատ դեպքեր են եղել, երբ մաշկի ցաները վերագրվել են իբր թե ալերգիաների, ճնշել են շաքարային դիաբետ է առաջացել երեխաների մոտ եւ այսօր կան շատ երեխաներ շաքարային դիաբետով, որովհետեւ մաշկի ցանը ճնշել են եւ եղել են դեպքեր եւ կան, երբ այդ ամենը մաշկի հետ աշխատելուց եւ հոգեկան անկայունություն, այսինքն էմոցիոնալ ավելի ճիշտ անկայունություն առաջանում եւ մարդը ավելի նյարդային է դառնում եւ ավելի մեծ հորմոնալ խախտումներ են առաջանում եւ իմունային պատասխանն են գնում, այսինքն իմունային համակարգը թույլանում է, օրգանիզմը այլևս չի պայքարում ներքին ինֆեկցիաներին եւ այդպես շարունակ։ Եվ չի կարելի, երբ ասում են, այսինքն մասնագետին բժիշկը հիվանդի բժիշկը պետք է լինի, այլ ոչ թե մաշկի։ Եթե բժիշկը միայն մաշկի բժիշկն է, բժիշկը միայն ականջի բժիշկն է, ապա նա չի կարող հիվանդին բժշկել։ Եթե մի օրգանում աշխատանքը ճիշտ չի կատարում, ապա մեծ մասամբ հիվանդ է ամբողջ օրգանիզմը, այլ ոչ թե միայն այդ օրգանը։ Հիմնականում այս ինֆորմացիան կօգնի շատերին, որպեսզի սխալ բուժումներ չանեն, շքերթների մեջ բուժումներ եւ եթե արել են կամ վաղուց են արել կամ մոտակա շրջանում կամ պետք է անեն, իմանան թե ինչ պտուղներ են քաղել, ինչ պտուղներ են քաղելու եւ ինչ հետևանքներ է ունենալու եւ շատերի մոտ հետևանքները կարող են, այսինքն նոր քրոնիկ հիվանդություն է առաջանում, բայց նոր հիվանդության ախտանիշները կարող են իրենց ցույց տալ ոչ միանգամից, այսինքն կես տարվա ընթացքում, 1 տարվա, այսինքն ժամանակ է պետք, որպեսզի նոր հիվանդությունը, որը առաջացել է կոսմետոլոգի ճնշման հետևանքով, այսինքն ախտանիշը մաշկի կողմից ճնշելու հետևանքով, այդ նոր հիվանդության ախտանիշները կարող են միանգամից ի հայտ չգալ, այլ ժամանակի ընթացքում, սովորաբար մոտակա ժամանակներում, կես տարի, 1 տարի, 1 ամիս, եւ նաեւ այն բժիշկները, որոնք միշտ մաշկի ցանը մասնավորապես հիմնականում դիտարկում են որպես ալերգիա եւ հակաալերգիկ պրեպարատներ տալիս կամ այն պացիենտները, ովքեր նաեւ բացի այն, որ մաշկի կողմից կոսմետոլոգի միջոցով ճնշում են ախտանիշները, նաեւ հակաալերգիկ պրեպարատներն իրենք իրենց նշանակում, պետք է իմանան, որ մեծ վնաս են հասցնում օրգանիզմը եւ նոր ավելի բարդ հիվանդություն են առաջացնում իրենց օրգանիզմում։ Առողջ